Տոնը լավ բան է, եթե այն բոլորի համար է, ժառանգության պատգամավոր Թևան Պողոսյանը գտնում է, որ Էրեբունի Երևանը պետք է բոլորիս տոնը լինի։ Խնդիրը գալիս է հետո ինչպես նշել, որ այդ տոնի ժամանակ բոլորը ներգրավեն, բոլորը ուրախանան եւ միգուցե օպտիմալ ձևով գումարներ ծախսվեն։ Վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանի Հանրապետության անկախության 22-ամյակին Նունե Եսայանի մենահամերգը, որի համար պետբյուջեից ծախսվեց $150,000 կամ 54 միլիոն դրամ։ Իսկ հոկտեմբերի 11-ին եւ 12-ին Իմ սրտի ուղեկից խորագրի ներքո Էրեբունի Երևան 2795 տոնակատարության համար նախատեսված է ծախսել մոտ 200 միլիոն դրամ։ Արդյոք նման ծախսերը իմաստուն է մի երկրում, որտեղ աղքատության շեմը բավականին բարձր է։ Չեն կարողանում հասնել այն նպատակին, որ օրինակ այդ ճոխության հիման վրա իսկապես աշխարհն էլ նաև իմանա, որ մենք հին ազգ ենք։ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավոր տնտեսագետ Միքայել Մելքումյանը կողմնակից է բոլոր տիպի ծախսերի թափանցիկությանն ու հանրային քննարկումներին։ Եթե կպարզվի, որ այդ ծախսը որևէ արդյունք չի տալու, ուղղակի այսպես գալիճկայի համար մի ինչ-որ ծախս է, որը հերթական անգամ պարտավորեն կանում ենք, իհարկե ես դեմ եմ այդ տիպի ծախսին։ Միքայել Մելքումյանը հիշեցնում է 2 տարի առաջ աղքատների թիվը երկրում 1 միլիոնից ավելի էր, այսօր այս թիվը մեծացել է։ Ես կողմ եմ, որ ինչ որտեղ մենք գոտիները սեղմենք։ Այս պարագայում պետբյուջեից նման հսկայական գումարների հատկացումը շոու ծրագրերի կազմակերպման համար որքանով է արդարացված, հարցի պատասխանը չունի նաև ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը։ Ես չեմ զբաղվում, իմը եկամտային